Արման Կիրակոսյան, անհայտ կորած ծառայողի հարազատ եմ, ուրեմն դուք մեզ հետ ներկա եղել եք ամբողջ process-ին, որ անհայտ կորած ծառայողների ծնողները նախաձեռնել են իրենց հարցի, իրենց ցավի մասին բարձրաձայնելու համար։ Նախ ուզում եմ հանրությանը տեղեկացնեմ, որ մենք այս քայլին գնում ենք, որպեսզի հանրությունը ինքն էլ հասկանա ինչ վիճակում են այս ծնողները։ Պետք է մեր հանրությունը հասկանա, որ մեր երեխաները գնացել են ունենալով հայրենասիրական մղումներ, ունենալով պետականամետ մտածողություն, ու այդ երեխեքը գնացել են այս ծնողների տված դասիրակությունը ստանալով։ Հիմա մենք մեր հարցը բարձրաձայնեցինք, մեր պահանջը բազմիցս ձևակերպել ենք, դուք տեսաք համապատասխան կառույցի ներկայացուցիչը նորից մոտեցավ մեզ, ունեցան քննարկում, փոխըմբռնման արդյունքում որոշեցին գնանք համատեղ կոմպրոմիսի, մենք կդադարեցնենք առայժմ մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, ու առաջիկայում մեզ խոստացվել է հանդիպում մեր բարձրացած հարցին, մեր պահանջը իրագործվելու է։ Ես ուզում եմ հստակ արձանագրենք, որ մենք ճիշտ է մեր հայրենակիցներին թեկուզ տվել ենք նեղություն, բայց իրանք էլ պետք է հստակ հասկանան ինչի մեջով ենք անցնում 5 տարի, ինչ ցավ է այս ամեն ինչը մեր համար, ուստի նաև այդ երթևեկությունը բացելը խնդրում եմ ընկալել որպես կառուցողական մտածելակերպ։ Մենք մեր բարձրացած հարցի պահանջը ինչը որ դրել ենք, ստացել ենք։ Այսքան իրականում կա քննարկում, բայց կարիք չեմ համարում դա բարձրաձայնեմ, ամեն ինչ չէ որ պետք է հանրայնացվի, հաշվի առնելով որ հարցը շատ նուրբ է, շատ զգայուն է, առնչվում է բազմաշերտ բազմակարծիք ընտանիքների հետ, որոշ բաներ չեն։ Ունենք պայմանավորվածություններ դրա մասին, երբ որ հանդիպում կլինի, երբ որ ծնողներս հստակ միաձայն որոշում կունենանք, դες կտեղեկացնենք, բայց նաև խնդրում եմ բոլորիդ հետևողական լինեք գրառումների դաշտին, որ ամեն չկայացած երևույթ իրենց fake էջերով իրենց կողմից չփորձեն, ծնողներին վիրավորեն, ինչ-որ հարցեր բարձրաձայնեն, տեսեք, հիմա մենք գրագետ, քաղաքավարի պարզապես ասում ենք, ստեղն այդ մարդ չկա, որին չեք ճանաչում, չգիտեմ, իրանից տեղյակ չեք, ինչ-որ ասում են ծաղվածներ եւ այլն, ժողովուրդ, շատ ժամանակ մեր այս հարցերի բարձրաձայնումը համընկնում է երկրում զուգահեռ տեղի ունեցող իրավիճակների հետ։ Այդ չի նշանակում, որ մենք քաղաքականացված ենք, մենք կարանք էմոցիոնալ հայտարարություններ անենք, ճիշտ հայտարարություններ անենք, ի վերջո մենք պահանջատեր ենք մեր երեխեքի համար, բայց խնդրում եմ մեր հասարակությանն էլ, հայրենակիցներին էլ չլինեն տգետ, չլինեն բութ, հասկանան, որ ծնողի մասին են խոսում, այս հայրենիքի համար ինչ տված եւ ինչ արած ծնողի մասին են խոսում։ Եթե մենք ծնողներս փորձենք իջնենք իրենց մակարդակին, իրենց բառապաշերով, իրենց բառամթերքով անդրադառնանք իրենց, հավատացեք, այդ հատորներով կարանք անդրադառնանք։ Եթե մի մարդ մենք ճիշտ է մի քանի անձել չեմ համարում իրենց արձագանքել ենք, եթե կարիք կհամարեն, բոլորից ճանաչում եք, կարակ գաք տենակ, հարցեր ունեք, եթե մտածում եք մեզնից մեկը ծախված է, մեզնից մեկը փողով ակցիա է անում, ես այն ամենավատ բաները դուք ինքներդ տվեք ձեզ, ես չեմ ուզում իմ բերանը պղծեմ կամ ծնողներ իրանց բերանը շուրթերը կեղտոտեն, ձեզ անվանարկելով են ինչ-որ իրականում կա։ Դրա համար լրատվամիջոցները կխնդրեմ մեկնաբանության դաշտերը այսուհետ անհայտ կորած անձանց յուրաքանչյուրի մասով եմ ասում, յուրաքանչյուրից հարցազրույց վերցնելու մեկնաբանության դաշտը լինի փակ։ Եթե որևէ լրատվամիջոց այդ պահանջը չարեց, ես հասկանում եմ, որ դուք նաև մեր հարցը բարձրաձայնելու համար եք։ Շնորհակալ եմ ձեր սրտացավության համար, որ այս օրերի ընթացքում մեզ հետ եղաք լուսաբանեցի, բայց այդ ամեն ինչը շատ խորը ցավ է պատճառում ծնողին։ Այն ծնողին, ում երեխան այս երկրի համար գնացել է հայրենասիրական մղումով, հայրենիքը պաշտպանելու մղումով, ու այդ ծնողը այսօր իրան միայնակ զգալով, որ հանրությունը սթափ չի արձագանքում, ճիշտ չի արձագանքում ծնողի վիճակը, մի հատ հանրության մեջ որոշ տգետներ իրան թույլ են տալիս ծնողի անվան հետ խաղան, ծնողի հեղինակության հետ խաղան, Պրոստը ասում եմ, չեմ ուզում իջնենք ձեր մակարդակին, մեր բերանը պղծենք ձեր նմանների հանդեպ։ Եթե իջնենք, մի 10 անգամ ավելին կասենք,
բոլորիս էլ գիտեք, այդպես մարդ չկա, որ չկարնակ մեզ գտնեք կամ չգիտեմ։ Եկեք բոլորիդ հարցերի պատասխանը կտանք ցանկացած ֆորմատով, ցանկացած ձևաչափով, ճիշտ է մենք թույլ չենք տա, բայց որ պահը գա կիչնենք ձեր մակարդակում ձեր լեզվով ձեզ կբացատրենք։ Եղեք զուսպ, եղեք շնորհքով, այս ամեն ինչը մենք անում ենք մենակ մի պատճառով։ Մեզ հետաքրքիր է մեր երեխեքի վերադարձը։ Ոչ մի ուրիշ ակնկալիք չունենք, ոչ մի ուրիշ շարժառիթ չունենք։ Այսքան բան։ Շնորհակալություն։ Իրականում ամեն ինչ չի ժողովրդյան, որ կբարձրաձայնեն։ Մեզ խոստացվել է, որ հանդիպում կլինի մեր պահանջին, տրվել է համապատասխան արձագանք, ինչի համար մենք բոլորս նախ շնորհակալ ենք պարոն Սանամյանին կառուցողական կոմպրոմիսի համար, մենք իրավիճակը սթափ ենք գնահատում, մենք գնում ենք կառուցողական մոտեցման, որովհետև իրոք մեր ակնկալիքը երեխեքի վերադարձն է, իսկ այդ հարցի շուրջ բոլորս գնում ենք դեպի կառուցողականություն, այն ինչը որ կնպաստի մեր երեխեքի վերադարձին։ Ուրեմն ժողովուրդ ջան, ժողովուրդը թող մեզ ներող լինի, որ այս 2-3 օրը մենք խոչընդոտ ենք հանդիսացել, էլի, ինչ-որ տեղ։ Թող ներող լինեն, որ մի քիչ անհանգիստ են ելել, մենք 5 տարի անհանգիստ ենք, էլի։ Այսի ուղղակի մենք մեր այդ էթիկայից ելնելով մեր ներողությունը խնդրում ենք։ Ուրեմն ես դիմում եմ այդ էջերին, գրողներին, բան, էլի, սենց շատ այտենց ես ճիշտ ասած չեմ կարդացել, բայց ամենայն դեպս ով կարդացել է, ուրեմն ով ինչ ասում է, ուշադիր ինձ լսեք, արա գրողներ, հենց սենց արայով էլ դիմում եմ ձեզ։ Եմ չվիրավորեք, էլի։ Չէ, ցավդ տանեմ, ես հենց սենց արայով էլ դիմում եմ։ Ինձ եմ վիրավորում։ Մի վարքան, հենց սենց արա լավ էլի արս համբերին։ Հենց սենց արայով էլ դիմում եմ, արա ով ինչ գրել է, 4 անգամ ավել ես եմ իրան ասում։ Տեղս գիտեք։ Մենակ իմ չարա, սաղի տեղը գիտեք։ Եկեք, տեսեք, պատասխանը ստացեք։ Իսկ եթե գրում եք ու չեք կարում անեք, տղեկ, մի գրեք։ Դուք կին արմատ եք, այսինքն կին արմատը սրբություն է լինում։ Դուք պատմալենդուզը մարա, դուք ներքև եք, արա։ Մի գրեք, արա, տես բաներ, արա։ Մեր ցավը մեկը տունենակ շունելներ մեր տեղը 20 հատ կեր, արա, մեր ցավը մեկը տունենակ 5 րոպե չեք ապրի, արա։ Ով ինչ գրել է, կապ չունի ինձա գրե ու ուզում է գրածը լինի։ Ով ինչ գրել է, 10 անգամ ավել է ես եմ ասում իրան։ Ասացին բառը ավելացնում, քանի որ մեծամասնությունը հենց հայոյանքների իմ հասցեին է, չէ։ Ես էլ ասում եմ, որ գրում են առանց հասկանալու, որ այդ հաստագլուխը այդ ասողն է մեկ, որ կորուստ չունի, իմ կորուստի չափ ես իրաց ցանկանում եմ։ Թող հասկանան, թե ես ինչ կորուստ ունեմ։ Եթե չգիտեն, թե այդ կորուստ չունի, հարազատ չի կորցրել, հելը Քոչարյանից փողավ եկալ եմ, հելել ես ծնողներին անեդրել ասֆալտին։ Ես ոչ ես ծնողներին կանչե բերել եմ, նստացրել եմ ասֆալտին, ոչ էլ Քոչարյանից կյանքում մի լումա փող եմ վեկալ եմ, ոչ էլ պատրաստում եմ վեկալ եմ, որովհետև ես աբրանք չեմ, ես չեմ ծախվում։ Իսկ այդ ծախված աբրանքները, որ փողի դիմաց գրում են, այդ թո իրանք մի հատ իրանց նայեն հայլու առաջ, հետո ասելու կա, միշտ էլ ասել եմ, շեշտել եմ, իմ վիդեո լայվերի մեջ էլ եմ ասել, լրատվականը ասելու ունեք, փաստացի ապացույց ունեք, արեք լրատվականների դեմը կայնեք, ասեք հեսա փաստացի ապացույց, որ դու փող ես վերցրել X մարդուց X բանի համար։ Կարակ արեք ապացուցեք, ես պատրաստ եմ որտեղ ասեն գամ ներկայանամ, ասեմ դուք բերեք ապացուցեք, բայց որ չապացուցեցին, ես էլ իմ կողմից եմ ասում, որին մի դայ բոգ որտեղ բռնեմ, շատ մեղմ եմ վարվելու, հա։